այն ուրեմն շահարկումները թե իբր թե ուրեմն այս սահմանադրությունը չգիտեմ ինչ անձնական նպատակներ հետապնդում, չգիտեմ վերարտադրում, բառն են օգտագործում եւ այլ, դա ակնհայտ շահարկում է, որովհետեւ բազմիցս ասվել է, որ խոսքը գնում է համակարգային փոփոխությունների մասին եւ հիմնական նպատակաուղղվածությունը երկրի զարգացումը, հետագա զարգացումը ապահովելու եւ կայունությունը ապահովելու խնդիրն է դրված այս համանդրական բարեփոխումների հիմքում։ Այսպես ասած կարճ ներկայացրեցի մեր դիտարկումները, ասեմ, որ կուսակցությունը պատրաստվում է շուտով անցկացնել ներկայացուցիչների խորհրդի նիստ, որտեղ կհաստատվեն այն առաջարկությունները, որոնք կներկայացվի ՍԻՄ կուսակցության կողմից, որից հետո ուրեմն մենք պատրաստվում ենք այն ներկայացնել նաև մեր հասարակության դատին։ Մնացած երևի հարցերով շատ լավ։ Ընդհանուր առմամբ ամենադրական փոփոխությունը, որ նկատել եք նախագծում, որն է։ Մի քանի դրական փոփոխություններ եմ նկատել։ Նախ եւ առաջ դա կայունության ապահովման ձգտումն է երկրում կրիզիսների, ճգնաժամային իրավիճակների բացառման ուրեմն հնարավորությունը, երկրորդը դա մարդու իրավունքների ոլորտում ընդլայնում եւ հստակեցում, կարելի է այսպես ասել, ընդլայնում եւ հստակեցում մարդու իրավունքների ոլորտում, դա առաջի, երկրորդ, երրորդ գլուխներն են, ազգային ուրեմն ինքնության պահպանմանը ուրեմն նպատակաուղղված ձևակերպումներ, ինչի շատ կարևոր եմ գնահատում, եւ ուրեմն ինչ վերաբերում է համակարգին, ապա խորհրդարանի վերահսկողական դերի ավելացումն է, միաժամանակ ընդդիմության տրվող լրացուցիչ լիազորություններն են, որը նույնպես ժողովրդավարացման գործընթացին համահունչ ձևակերպում է։